Մասնագետն առաջին հերթին պետք է նյութ հավաքող լինի, վստահ է բանագետ, գրականագետ, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի, հնագիտության և ազգագրության ինստիտուտի, բանահյուսության բաժնի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր Արմեն Սարգսյանը։ Բարև ձեզ։ Հազար բարի ձեզ։ Պարոն Սարգսյան, դուք սովորել եք Երևանի պետական համալսարանում, բանասիրական ֆակուլտետում։ Բայց մասնագիտության ընտրությունը ինչպես եք կայացրել։ Ինչպես եմ կայացել, մասնագիտությունս պարզապես շատ եմ կարդում, պատկերացրեք երկրորդ դասարանից Թումանյան եմ վերցրել ու մինչև վեր Թումանյանն էի նայում ուսումնասիրում, այսինքն շատ կարդալով թերթեր, ամսագրեր, գրքեր, գրադարանում գրված էի, ասում եմ երկրորդ դասարանից, անընդհատ կարդալով խորացել էր եւ այն ժամանակ անկեղծ ասած իմ մեջ ոչ բանասիրական ինչ-որ բաներ կար, ոչ ուղղորդող նաեւ կար, մարդիկ կան ընտանիքից են դա վերցնում, իմ ընտանիքի ծնողներս, հայրս արհեստավոր էր, մայրս գյուղաշխարհի մարդ եւ իմ ձեռք բերած գիտելիքները հիմնականում իմ գիտելիքները ձեռք բերով են եղել։ Ծնողներից իհարկե այն արյան կանչով վերցրել եմ ամենաէականը, ասացողական բանը մայրիկից եմ վերցրել, այն շնորհքը, ազնվությունը, մաքրությունը հայրիկիցս բացառիկ ազնվորություններ են եղել։ Մի խոսքով ընտանիքը շատ բան է տվել եւ 9 ամսականից տեղափոխվել ենք Թիֆլիս, Թիֆլիսից վերադարձել ենք, մայրս չի հարմարվել վրացական թաղամասում ենք ապրիլից եղել, տեղափոխվել ենք Վանաձոր հետագայում, Կիրովական նախկինում եւ ես որոշեցի, քանի որ կարդում էի, մտածում էի, որ անպայման բարձրագույն պետք է սովորեմ, տարագործերս տվեցի պատմության ֆակուլտետ, որովհետեւ պատմությունը իմ էությունն ա եղել։ Հիմա էլ հեռուստատեսությամբ, եթե գրականությունից, բանագիտությունից է հաղորդում եւ պատմությունից, հնագիտություն, ազգագրություն, առաջի հերթին հնագիտություն, ազգագրությունն եմ նայում։ Տվեցի պատմության ֆակուլտետ, կոնկուրսից մի միավորով դուրս մնացի, երկրորդ տարին ինձ համոզեցին, թե այդ քո աշխատասիրությամբ դուր Վանաձորի պոլիտեխնիկ ինստիտուտ, ինչի ես իզուր բանանում, խելքս մտավ մի 4-5 ամիս մաթեմատիկա սկսեցի պարապել, բայց զգացի, որ մաթեմատիկան իմ էություն, ես այն պետք է սիրես։ Եվ թողեցի մի կողմ, հունվարից հետո սկսեցի նորից պարապել, գործերս հանձնեցի նորից, այս անգամ որոշեցի բանասիրական, ասեք ինչի։ Ինչու։ Որոշեցի բանասիրական տան, որովհետև չէի ուզում ուսուցիչ աշխատեմ։ Հիմա կարոտում եմ, դասավանդել եմ, ամեն տեղ եմ դասավանդել եւ կարոտում եմ, այդ կարոտանքի հետ կապված բաներ կասեմ։ Մի խոսքով տվեցի բանասիրական, որովհետև գնացի բանակ, էլի մի միավորով դուրս մնացի, գնացի բանակ, բանակում անգլերեն եմ պարապել, նորից եկել հանձնել, փայլուն հանձնել եմ, համ աշխատանքային ստաժ ունեի 2 տարվա, համ բանակի ստաժ ունեի 2 տարվա եւ բարձր միավորներով ընդունվեցի համալսարան, հենց առաջին բանում դասախոսներ շարադրություն էին տալիս, Էդուարդ Աղայանը, մեծերը շարադրություններ էին տալիս, շարադրություններից լավ է, 4 կամ 5 էի ստանում, մարդիկ կային, մի խոսքով, 2 նախադասության մեջ 5 սխալ էին անում, սա էլ իր պատճառներն ունի։ Ընդունվեցի, բայց քանի որ ընդունվել էի, ասեմ, վալա, ես զգացի, որ ինչ որ բան պետք է անեմ, ինձ թվում էր ուրիշի տեղ եմ ընդունվել։ Մեջս պատմաբանն անստատ, չէ։ Այն որ բանը ներսս նայ պատմաբանն է,
բայց քանի որ ընդունվել են բանասիրական, ոչ գրելու շնորհք ունեն, ոչ չգիտեմ ինչ բանը լրագրողական շնորհք ունեմ, որոշեցի լուրջ զբաղվել բանահյուսությամբ։ Հենց առաջին կիսամյակում զեկուցում կարդացի Սասնա ծռերի փոքր մեհերի համեմատական կերպարը բոլոր պատումներից վերցրած, բացառիկ բան ստացվեց, անկեղծ ասած, էլի եմ զեկուցում կարդացել համալսարանում առածային մտա, ասեմ, որ իմ դիպլոմայինը առածների գոյատևման հարցն էր, զայրացած Ջրբաշյանը, Թամրազյանը, Մկրյանը, այդ մեծությունները գոռացին լուսահոգի Նելի Հակոբյանի, այս տեխնացուականի թեմա եք տվել, արագ վերնագիրը փոխեք, վերևում չեն ընդունի, բայց արդեն ամբիոնի մոտ կանգնած պաշտպանում եմ։ Բայց ինչ պատճառով չէին ընդունելու։ Թեման շատ բարդ էր, և թեմայի մեջ ես հիմա ասում եմ, թե ինչու զբաղվեցի նաև սևակով։ Թեմայի մեջ առածների գոյատևումը պատճառաբանել էի պատմագրության և գրականության միջոցով առածների գոյատևմամբ։ Պատմագրության մեջ մենք գիտենք, ովքեր ունեն և Եղիշեն, և Խորենցին, և Բուզանդը, և այլն։ Եվ մի ուրիշ բանել գրականության միջոցով վերցրել էի ժամանակի երկու գրականության մեծությունների 74 թվականի վերջնա, 75 թվականի սկիզբ վերցրել էի արձակից Հրանտ Մաթևոսյան, պոեզիայից Պարուշ Սևակը, նրանց ստեղծագործություններից դուրս էի գրել բոլոր գործերից առածած, համակարգիչ չկար, ինչ պատկերացնում եք ինչ գործեր, վերցրեցի ամբողջը հանել եմ առածները, համեմատել եմ Արամ Ղանալանյանի առածանի հետ, իդեպ ասեմ, իմ դիպլոմայինին հետևել է ակադեմիկոս Արամ Ղանալանյանը և իր տանն ասեց Երանի մեկը շարունակեր ես գործը, 74 թվին, գլուխս կախ շարունակել եմ հավանաբար այս տարի 2-3 ամիս հետո իմ գրառած առածների հավաքածուն եմ տպելու, միախոսական, երկխոսական, հայ ժողովրդական, միախոսական, երկխոսական առածներն եմ տպելու, որպեսզի պարզ լինի ինչի Արամ Ղանալանյանի մոտ 187 միավոր է, իմ մոտ իմ հավաքած նյութերի մեջ 2000-ից ավել։ Մեր ժամանակներում նոր առածներ և ասացվածքներ ստեղծվում են, թե այսպես հնով առաջ են գնում։ Նոր առածներ իհարկե ստեղծվում են, ասենք 30-ականներին մի քիչ պարտադրանքով կոլխոզի հետ կապված կային նոր առածներ էին ստեղծում, բայց ժողովրդի մեջ չէր մերվում։ Որոշ առածներ մի տեսակ ոնց որ վերափոխվեն, վերադասավորվեն ժամանակի հնչողությանը համապատասխան և ժողովրդի մտածողությանը առածներ կան, որ բանից դուրս են գալիս, որովհետև այլևս չի ընկալվում շատերի մոտ։ Անպայման պետք է բացատրությունը տաս ինչ-ինչոցի, բայց առածները իսկապես մեծ ժողովրդի խոհափիլիսոփայական մտածողության արգասիկ են։ Եվ անկեղծ մի քիչ գուցե ընդարձակվում եմ, դուք կարող եք հետո հետագայում կրճատեք, բան անեք, բայց ասեմ, ես երբ ժող ստեղծագործության տանն էի աշխատում, գործողումների եմ եղել եմ Մերձբալթյան հանրապետություններում մի 2-3 անգամ, եղել եմ Էստոնիայում, Կրեսվալդի թանգարանում, նրանք ինձ հարցրեցին, դուք առածների ժողովածու ունեք տպագրված, ասեցի իհարկե ունենք, բանը ցույց տվեցի հաստությունը, այս հաստության Արամ Ղանալանյանի առածանին է տպագրվել և գլուխները կախ այդ ժամանակ էստոնացիները 900,000 էին։
երկուսով գնացին մի քիչ հետո գրկներին բերեցին, չեմ հիշում 5 թե 6 հատոր արածները դրեցին սեղանից, ապշել էի։ Ոնց էս ինչ եւ գիտեք ապշել էի, ոնց կարող է այսքան լինել։ Ասեց մեր առածների էստոնական բոլոր տարբերակներն ընդգրկել ենք։ Ես խոնարհվեցի այդ մարդկանց առաջ, այդ ժողովրդի առաջ, փոքր էին, բայց պինդ իրար բռնած, չնայած խորհրդային միության կազմի մեջ էին մտել մի 20 քանի տարի առաջ։ Եվ որոշեցի ես ինքս էլ վերադառնալուց հետո ինձ անընդհատ այս միտքներ համալսարանը ակադեմիայի ինստիտուտ ընդունվելուց հետո քանի անգամ փորձարեցի տպագրել, բանը ձեռնարկենք հայ ժողովրդական առած ասացվածքների բազմահատորյակը, ցավոք չուզեցան ընթառաջեն, ինչի, որովհետև Ղանալանյանի մոտ առածների 1-2 տարբերակի գրված, մյուսները գրված է լռը, լորի, կրն, կարին, սբս, սեբաստիա եւ այլն, բայց ամեն մի բարբար ունի իր յուրահատուկ բառագանձը եւ ամեն մի բառ մի աշխարհ է, ինչպես հա։ Իսկ Հայաստանի ո՞ր մարզում են հիմա ավելի շատ առածներ եւ ասացվածքներ ստեղծվում։ Ամենտեղ ստեղծվում նոր առածներ, այդպիսի հնարավոր, այ անեկդոտներ, որ ասեք կարող եմ ասել, բայց առած ասացվածքները այդքան հեշտությամբ դարերի ընթացքում են մերվում, խտանում են նոր ուժ ստանում։ Նույնիսկ ես հիմա պատրաստ եմ գրեթե հավանաբար մինչև սեպտեմբեր պատրաստ կլինի դպրոցական առածանին։ Ես հաղորդում մենակ առածներին նվիրվեց փաստորեն, դպրոցական առածանին անկեղծ ասած 4-5 հոգի գրել են, մեղմ ասած անհաջող, որովհետև այնպիսի բաներ կան, որ երեխաների չէր կարելի այդ բաները ընդգրկել, ասենք թե այբենականով պատրաստած կտարով կաշառք բառն է, գրում են, դպրոցականի համար պատրաստած, կաշառքը մութ տեղը լույս է տալի, դուք ուղղորդում եք դպրոցականին, որ մութ տեղին ունի կաշառքով դուրս գա, ծանր տեղին գաց ժամանակ, կամ ասենք հտարի տակ բանի հարսուկ էսուր, հարսուկ հեսա, դա թեմա է, որ դա քիչ է հարսի ձեռով հակագծում են ժողովրդի մեջ տարածվածն է գրվում, փեսին լավություն է անում, չի կարելի, հետո այբենականով մեծ մասը կպատրաստում են, ես առաջնորդվել եմ Արամ Ղանալանյանի սկզբունքով, դպրոցական առած, հա, հետո բոլորի համար հիմք է հանդիսացել Արամ Ղանալանյանի առածանին, 40,000 միավոր նյութ ունեցող առածանին։ Իմ պատրաստած դպրոցական առածանին 9-10 աղբյուրներ են, նախ առածանին վերջին անգամ, մի անգամ 51 թվին է տպագրվել Ղանալանյանի առածանին, հետո 60 թվականին։ 60 թվականից հետո 67 տարի է անցել, այնքան գիրք գրականություն է հրատարակվել ազգագրական, բանահյուսական տեղավայրերի նվիրված բարբառագիտական ուսումնասիրություններ, որ սրանք պետք է վերջիվերջո սրանց մեջ էլ նոր առածներ, ասացվածքներ կան, որոնք տեղ չեն գտել։ Սրանք եմ արել, արխիվային նյութերից եմ դուրս գրել, նույնիսկ հեքիաթներից եմ դուրս գրել, այսօր գուցե ավելի համահունչ է այդ առածն հեքիաթից դուրս գրածը, ես նույնիսկ դրել էի Facebook-ում շատ այսպես է, չեմ ուզում ընդարձակվեմ, Խելոք Չոբանի ոչխարը ավելի բախտավոր է, քան թե անխելք թագավորի ժողովուրդը։ Այս խտացված հեքիաթի վերջաբանային խտացումը առածի տեսքով։ Կամ ասենք լորեցիների մոտ դրել եմ ես դրանք առածանին դպրոցական լորեցիները այսպիսի բան ունեն, առած ունեն։ Ես եմ գրանցել 70-ականների
վերջին գրագետների ջանինել մատաղ անգրագետների ջանինել հերու փախեք կիսագրագետներից մի ուրիշ պաշտոնի հետ կապված հրաշալի պաշտոնը փալանա մնի վրիցը վեր են ունում այն մնի վրա են դնում լորեցիների բանի մեջ շարունակությունն էլ կա այն ցարեք այդ փալանը վերցնելուց հետո տակին մարդը մնա բացառիկ բան են առածները հարստացնող դաստիարակող ուղղորդող բոլոր բնակավարներն ընդգրկող եկեք սահմանափակվենք որովհետև հա առածներից կարող են խոսել իսկ դաշտային աշխատանքներով նաև զբաղվել եք դժվարություններ եղել են դաշտային աշխատանքներով այո ես կապ չունի ես 57 տարեկանից եմ ակադեմիայում ընդունվել ճիշտ է աշխատել եմ բազմաթիվ երբ ինձ աշխատանք էին ընդունում լուսահոգի Արամ Քալանթարյանը հնագիտության ազգակ իմ աշխատանքային գրքույկը վերցրած պահ տեղ չկար ամեն տեղ աշխատել եմ եւ սա մարդկան մենակ մի տեղ է աշխատել սա իմ հարստությունն է եղել որովհետև տարբեր բնակավարներում որտեղ էլ ես աշխատել եմ օգտակար լինել եւ ինձ եւ մեր ժողովրդին նյութեր գրառելով, նյութեր գրանցելով ասենք հնագիտաբանի ժող ստեղծագործության տանը գիտամեթոդական կենտրոն էր կոչվում ժող ստեղծագործությունը վերանվանվեց գիտամեթոդական կենտրոն ես վերապատրաստման մշակույթի աշխատողների դասավանդում էի վերապատրաստման դասընթացներում ամբողջ հանրապետության մի քիչ բան էի անում դպրոցում էլ 7 ավարտելուց հետո նույնիսկ որ աշխատել եմ սահմանամերձ գյուղերում մինչև հիմա տետրերը կա այդ տետրերը մարդ եմ մանգալի փողը կտամ անձամբ կտամ մի երկու կոպեկ մեզ ավելացրել են գիտեմ որ ինձանից հետո սրանք չեն օգտագործելու ասում են ծանր է գործը բայց այդ ծանր գործը մենք երբ որ ընտանիքը չենք կարողանում պահել աշխատավարձը ցածր էր ես ու տիկինս համակուրսեցիներ ենք այդ գործերն անում էինք եւ ինստիտուտի համար էինք անում ինստիտուտն էլ հաճույքով որովհետեւ էժան աշխատուժ էինք բանը այդ դասընթացների աշխատողներին մի ժամով բացատրել եմ մանկական բանահյուսությունը ինչ է ընդհանրապես բանահյուսության տեսակներ եւ գրանցեք անունազգանունը գրեք ով ոչ շրջանից է եւ այլն այնքան նյութ է հավաքված մի գրքով առաջիկայում եթե առողջությունից ներեց կհրատարակեն այնքան 52 ժապավեն եմ գրառել դուք որ հարցրեցի ձայնը գրանցած անընդհատ որտեղ եղել եմ գրիչն եկամ ձերքից եղել հնարավորության դեպքում էլ ձայնագրություններ եմ արել 52 ժապավենն էլ հանձնել եմ հնագիտության ազգագրության ինստիտուտին մարդիկ կան առեսօր այն վաստակաշատ մարդիկ իրենց գրառումները չեն տվել ես այնքան սրտահ ես քանի որ արխիվային նյութերի հետ կապ եմ ունեցել ժող ստեղծագործության տանը գիտամեթոդական կենտրոնում աշխատելու ժամանակ ես ամբողջ արխիվը ես եմ կանոնավորել բանահյուսության արխիվը ոտքերի հետ գնում էր եւ այդ ամբողջ արխիվը կանոնավորեցի եւ բանահյուսական նյութեր են եւ ամբողջ մեր գուսանների աշուղների ձեռագրերն են Շերամի, Հավասու, մյուսների ձեռագրերն էին դուք կանոնավորել ու վերջում ես զգացի որ այս նյութերը կորչելու են, գողանալու են, ոտի տակ են տալու դուրս գալուց առաջ երբ որ աշխատավարձ դառավ 720 դրամ դուրս գալուց առաջ ես տարա ազգային արխիվ տարա 700 ռուբլի փոխանցել տվեցի ամբողջ ազգային արխիվում է փրկվել է մի նյութեր մենակ մնացել 1902 թվի բացառիկ նյութ ձերս տներս ծախել աչու ծախնել այս նյութը ինձ անհանգստացնում էր ինձ վերջում բերեց տվեց բանաստեղծ Գարիկ Բանդուրյանի ձեռքին էր
փրկված այդ նյութի իմ գործերի համար այդքան Արցախի ազգագրություն բանահյուսական բացառիկ նյութեր 1902 թվականին, որ 40 թվին Ղանալանյանի առաջաբանով հանձնել էին ժող ստեղծագործության տանը։ Եվ մենք ուզում էինք Արցախի Մաշտոց հրատարակության նախկին տնօրենի հետ խոսել ենք, ուզում էինք տպագրենք, պատերազմը սկսեց, այդպես ձեռագիրը մնաց Գարիկ Բանդուրյանի մոտ, հետո հազիվ վերցրեցի, փրկվեց այդ ձեռագիրը, մի խոսքով։ Վերջերս գիրք եք հրատարակել, որտեղ անդրադառնում եք ձեր ծննդավայրին, Շամուտին։ Այո, դա չնայած իմ աշխատանքի մեջ աշխատանքի չէր վերաբերում, այսինքն վերաբերում էր, ոնց կարող էր չվերաբերեր, բայց ամեն ինչ թողեցի, ամեն գործ սրտից վիրահատությունից հետո որոշեցի իմ հոգու պարտքը կատարել։ Ես 9 ամիս էի ապրել իմ ծննդավայրում եւ որոշեցի 9 ամսվա պարտքս վերադարձնել։ Շամուտ գրքով 500 քանի էջանոց գիրք է, 18 տոհմերի տոհմածառերով, ազգագրություն, բանահյուսություն, ամբողջը ինչ որ պետք էր, իմ ծախսերով էլ հրատարակել եմ բարի վայելում բոլոր շամուտեցիներին եւ ազգագրագետներին, որովհետեւ այստեղի ամեն մի բաժին իր մասնագիտական կարևորություն է ներկայացնում, որովհետև լեզվի վերջ ուրեմն պատմաաշխարհագրական համառոտակնարկից հետո գալիս է ազգագրություն, այնպիսի ազգագրական նյութեր եմ գրանցել, որոնք հարցնում եմ ազգագրագետներին ծանոթ չի եղել։ Ուրեմն ազգագրություն, բանահյուսություն եւ ենթախոսվածք, Շամուտի ենթախոսվածքը, նույնիսկ հնագիտաբանի լեզվի ինստիտուտում ակադեմիայի զեկուցում եմ կարդացել Շամուտի ենթախոսվածքը եւ նրա կապը Ղարաբաղի բարբարի հետ, որովհետեւ այստեղ վերջում դարձվածքները, ժողովրդական դարձվածքները, բառարանն է ամբողջական տված, բառեր կան, որ չկա լոռու արարատյան բարբարի բառարանում, լոռու խոսվածքի բառարաններում, մի խոսքով, բայց կա Ղարաբաղի բարբարում։ Եվ ես սա կարդացի, ինչն էր պատճառը, որովհետև շամուտեցիներից 10-11 ընտանիք 1795 թվականից հետո, մոտ 65 տարի հետո եկել տեղավորվել են այդ բնակավայրում, որտեղ խաչքար, ջաղացներ եւ այլն են եղել, բայց թուրքերի բնակատեղին է եղել։ Օրինակ այս խաչքարը 14-րդ դարի խաչքար է, 1315 թվականի խաչքար է։ Եվ մեր ինստիտուտի կազմակերպած գիտարշավի ժամանակ Վարդգես Ղազարյանը բանի երբ ասում է դասերից բանից Ձորագեսից վերև հիմիկվա բանից Թումանյան բանավանից վերև 6 գյուղերը Քարինջը, Մարցը, Լորուտը, Շամուտը, Աթանը, Անիձորը այդ բանի գետի արջուձախ կողմերում եղել են 24 հայկական գյուղեր։ Չկան այդ գյուղերը եւ 19-րդ դարի 62 թվականին ես նաեւ դրան եմ անդրադարձել տարբեր տեղերից եկել են հայկական այս բնակավայրում բնակություն հաստատել եւ հենց այդ արցախցիների բարբարի ազդեցությունը պայմանավորել եմ դրանով եւ դրել եմ գրքի մեջ, որ հետո մենակ դրա հետ չի կապված։ Այնպիսի բառերի եմ անդրադարձել, որ երբեմն այսօր փոփոխություն են զարմանում ես լոռեցիների մեջ արմատներով ես լոռեցի եմ։ Լոռեցիների մեջ տարածված սկսել է վերջին 15-20 տարին բան է
վերջին 15-20 տարին սկսել են մալինա եւ մալինկուտ բառերն օգտագործել։ Մալինան լորեցիները մոր են ասում։ Մալինկուտը մորուտն է։ Ապշում ես այնպիսի բաներ եւ ես նաեւ նման բաների, քանի որ մի 20 տարի ընդունելության ենք նաեւ պարապել ընդունելության համար, հրաշալի իմանալով նաեւ լեզու գրականության հետ նաև լեզու անդրադարձել են որոշ բաների, որոնք այսօր եւ հարց են բարձրացրել քանի անգամ, որ երբեմն լեզվի պետական տեսչություն այսօր լեզվի կոմիտեն չի անում այն ինչ որ անհրաժեշտ է։ Օրինակ կարող են բերել։ Ասենք մորը ինչու չեն օգտագործում մորը։ Անվանում են գիտեք ինչ ազնվամորի։ Ազն բառն է։ Ահոդակապ չէ, ազն մորի։ 3-4 երբ որ մի բառով ինչպես մոշը, սևը, այնպես էլ մորին, իսկ այն բանը մորը, այն բառերը, որոնք արմատական են, սրանք վաղնջական ժամանակներից են գալիս։ Իսկ գրական հայերենը հարստանում է բարբառների հաշվին։ Մենք օգտագործում ենք հղի բառը, օրինակ, չէ՞։ Հղի բառը օգտագործում ենք այն հրաշալի այդ կնոջ աստվածատուր երեխա պարգևելու երևույթը հղի մի տեսակ կոկորդային խորխային այդ բանից եկող ղն մի տեսակ խանգարում է նաև պայծառություն տալուն, երբ որ մենք ունենք բարբառներում ծոցվոր բառը, ծոցվոր։ Այդ բառը օգտագործում է Հովհաննես Շիրազը, Հրանտ Մաթևոսյանը, թող ծոցվորվեն հայոց արտ ու դաշտերը, Շիրազն է օգտագործում։ Ծոցվոր բառը ծ-ի եւ ց-ի ալիտերացիան պայծառությունը հաղորդում։ Ճիշտ է։ Այո։ Իհարկե բանը հղին իսկ հղին ի ուղի բառն է արցախցիները այսպես են ասում գնամ մորքուրիս աղջկան հղեկցեմ գամ ուղեկցել բառն է հղին ի ուղին է ին յուղի հետո յեն դառնում է հ Յակոբ Հակոբ ուն դուրս է գալի հղի ի ուղի երեխեն ճամփանկած գալիս է հա բայց կարելի է այդ բարբառների հաշվին ավելի գեղեցկացնել այսօր այնպիսի բաներ կան որ ես երբեմն իդեպ ասեմ շատ ծանր բան է մի քիչ ես ինձ լիարժեք մասնագետ չեմ անընդհատ սովորում եմ երբեմն գրագիտությունը նաև բան է տխրություն է առաջացնում ինչու այսքան սովորեցինք ամեն քայլափոխի ներվայնանում ենք նյարդայնանում ենք ամեն քայլափոխի Եվ ի՞նչն է ձեզ նյարդայնացնում նյարդայնացնում է սկսած ազգային ժողովից կառավարության անդամներից բանը այով խոսակցականը այս ուր կորավ մեր բանը գրական հայերենի են ամոթ է շատ եք ժողովրդականացնում Իդեպ բանահյուսական որ շերտերն են վտանգված հիմա բանահյուսական ոչ թե բանը տեսակներ ժանրեր որոնք են վտանգված գիտեք բաներ կան բանահյուսության ժանրեր տեսակներ կան որոնք ասպարեզից արդեն դուրս են եկել այսօր չեն բանը այլևս ստեղծվում գրեթե չկա հեքիաթներ էպոս առասպելներ ավանդազրույցներ ինչ ուզում է լինի դու պետք է չնայես այս ավանդազրույցը գրառվել է թե ոչ օրինակ ասենք վերահրատարակել են ժառանգները Արամ Ղանալյանյանի ավանդապատումը
լավ կլիներ մասնագետների հետ խորհրդակցեին իմ ունեցած գրանցած ավանդությունները, ավանդազրույցները կամ հրատարակվածները, որոնք տեղ չեն գտել, ասենք, բանում ավանդապատում, հավելվածով թող շրջանառության մեջ մտներ։ Սրանք դուրս են գալիս աստիճանաբար։ Այսօր ես զբաղվել եմ նաև մանկական բանահյուսությամբ եւ հրատարակել եմ մանկական զվարճախոսություններ եւ մանկական ծիծաղադարան։ Սա անսպառ է։ Ինչպես երեխաները անընդհատ գալիս են, ամեն մի երեխա ինքնատիպ ձևով ներկայացնում է աշխարհընկալումը, աշխարհը երեխաների աչքերով։ Սա այս վերնագիրը Վահագն Սարգսյանն ինձ ասեց։ Այսքան ժամանակակից երեխաների հետ կապված սրանք անընդհատ կան, էլի բանահյուսական բաներ են սրանք անպայման, որովհետև սրա տարբերակները լիքը գրանցած են։ Ես այստեղ մանկական գիտական ուսումնասիրության հետ մի 400 նմուշ է, իսկ այստեղ մոտ 1000 միավոր նյութ։ Նույնիսկ համացանցից Facebook-ից վերցրած նյութերը ես ընդգրկել եմ գրելով ով է համարներով Facebook-յան որ անձնավորությունից են վերցրել։ 1-2 հատ ծիծաղելի ինչ որ դրվագներ կկարդաք, հատվածներ։ Թորանս հետ կապված 70-ամյակին թորս գնացել էր տուն, ասել պապիկի ծնունդը շատ տխուր անցավ։ Ասել էր ինչն էր տխուր, օրինակ ամեն ինչ զայրացած։ Արամ ջան, ինչն էր տխուր կոնկրետ։ Մոմ չկար որ փչի։ Բալա դեպք էր պատահել անձնական, սիրտ ու հավես չկար ու ես ինքան վատը զգացի։ Բոլոր ծնողներին եմ ասում։ Ում ծնունդը կլինի, անպայման մի մոմ դնեն, ինչ վիճակում ու պարագայում լինի, երեխաները թող փչեն հանգցնեն, նորից վառեք են մյուս երեխան թող փչի, մենակ չտխրեն երեխաները ծնունդներից հետո։ Օրինակ ասենք իմ մյուս թորնիկը բանը եւ մանկապարտեզ պապն է տանում, ասում է Արամ պապի բանը գալու ժամանակ ասում է մի հատ մտնենք բուլկի առնենք, հա, թե պոնչի բուլկի առնենք, բայ ասում են նանի ջան բանը սպորտային հագուստով եմ չեմ դրամ չկա մոտս հաջորդ օրը տանելու ժամանակ թորը ընդամենը 5 տարեկան զգուշացնում է պապի ինձ տանելու ժամանակ չմոռանաս բանը այդ շորերով չգաս այսինքն երեխաները չափազանց կան այնպիսի բաներ երբեմն վուլգար է, բայց այնքան մանկական, ես չեմ կարող այդ վուլգարն իհարկե ասել, այնքան բնական է ասվում ու դրա տարբերակները ես ունեմ տարբեր տեղեր երեխային սիրելու ժամանակ եւ այնքան անմեղ ու բանով է ասվում, ծիծաղի առաջանում սկսում են հրհրալ։ Ես քանի որ առողջականս արդեն այն չէր, ձերքս էլ դողում է իմ վիրահատությունից հետո մտածեցի ինչ լավություն անեմ այս բժիշկներին սոցփաթեթը այդ մի առավելություն ունենք 11000 $-ից ավել ծախսը փակեցին հիշեցի որ մի քանի օր առաջ 3-4 գիրքը տպել են որ փող աշխատեմ ծիծաղադարանը հետո հիշեցի որ գիրքը տպել են ասեցի մի երկու կապուց բերեք ուրեմն կապը բերեցին սա անձնական ծախսով եմ արել որ փող աշխատեմ վերջապես ուզում եմ փող աշխատացնում եմ, մեկ էլ բերեցին, բաժանեցին եւ մինչեւ փող աշխատելը վերջում քանի որ ձեռս դողում է, գրել են սիրելի ընթերցող, եթե ձեր ընտանիքում, ձեր հարազատների շրջանում կան եւ այլն նման բաներ, գրանցեք եւ այսինչ էլեկտրոնային հասցեով ուղարկեք եւ գիտեք 450 միավոր նվիրել եմ 450 գիրք, որը միլիոն քանի 100,000 կարող է եկամուտ ստանալ, 2 հոգի են ուղարկել։ 2 հոգի, մեկը մեր
գրադարանի վարիչն էր, մեկն էլ Գևորգ Յազычյանը մեր ընկերներից է Չոլակյանի աշակերտը, իր քրոջ երկու երեխայի, մնացածները անտարբեր, բայց թե սկսեցին նորից այս վիճակով հավաքել, գրեթե պատրաստ է հերթական մանկական ցուցահանդեսը, ափսոս են, նորից եմ ասում, բացառիկ, օրինակ ես այստեղ առաջինը, քանի որ լուսահոգի Արմեն Ղազարյանի հետ Պարուս Սևակի տղայի հետ ես մոտ էի, երբ ասացի պատրաստում եմ այս բանը, իրենք ասեց պատմեց իրենց հետ կապված իր հետ կապված մի բան։ Ուրեմն 5-ամյա Արմենը հորը Պարուս Սևակին ցույց տալով նկարչության բնագավառում հերթական անհաջող փորձը, ուրեմն սրտնեղած ասում է. հայրիկ, ինչից է, ինչքան փորձում եմ Լենինին նկարեմ, չի ստացում, Ստալին է դուրս գալիս։ Բանաստեղծը քահ-քահ ծիծաղում է հրճվելով որդու անմեղ հայտնագործությունից։ Պարոն Սարգսյան, քանի որ շամուտից խոսեցիք, ես գիտեմ, որ Հրանտ Մաթևոսյանի «Մենք ենք մեր սայրը» կինոսցենարում ընդգրկված է նաև ձեր գյուղը։ Մաթևոսյանի «Մենք ենք մեր սայրերի» նախապատմությունը այս շամուտ գրքում ընդգրկել եմ, ինչպես է իրականում եղել։ Դե բնական է, Մաթևոսյանի գրած «Մենք ենք մեր սայրերը» գրական ստեղծագործություն էր, եւ երբ ես Հրանտ Մաթևոսյանին ասեցի, գիտեք, չէ՞ որ սա մեր գյուղի հետ է կապված, ասեց ումնոնց է, երբ որ ես ասեցի, ասեց հա, ոնց չգիտեմ, քերիս է եղել, ինչպես է կատարվել։ Ուրեմն այդ օրը նախապատմությունն եմ տալիս, այդ օրը բանակից վերադառնալուց հետո քերիս միակ հերոսն է, որի անունը փոխված է, Սերոժեկ փոխել է Ռևազ դարձրել։ Բանակից վերադառնում է երեկոյան, մայրը տատս ասում է բանը ոչխարները չկան, լա մի հատ նայի տես որտեղ են շփոթվել դուլաճ ընկել, մանգալով գնում, մի քիչ քայլելով գնում է, մոտիկ հարևան գյուղեր են, հասնում է բանը Ահնիձոր, քերու աղջիկը փաթաթվում է, երբ ես եկա այսօր առավոտյան, ինչ է այսօր ես բա եկել, ասում է ոչխարները չկան, ասում է բանը Պավելը բանն են կերել, Իշխանը Պավելը բանն են կերել, գնում են նրանց մոտ։ Գնում է ասում է իհարկե կերել ենք, ձեր տանը։ Կերել ենք, հիմա էլ փողը կտանք, բերում են սելը բարձում, իր արժեքից մի բան էլ ավել տալիս, քերիս ուրախ վերադառնում է տուն, 15-20 օր հետո կանչում են Ալավերդի ոստիկանատուն, միլիցիա, ասում են տո հակահեղափոխական է զավակ։ Հորը տարել են գնդակահարել, ուզում ես քեզ էլ տանենք, ասում եմ, բայց ինչ եմ արել, պետության թշնամիներին ինչի ես թաքցրել, ասում են։ Ասում են, ինչ թշնամիներ, ձեր ոչխարները ասում են, որ գողացել են, ինչ չես եկել մեզ հայտնել։ Ասում ենք, հարևան տեսուչանած ժողովուրդ ենք, բոլորը գիտեն, նրանք նույնիսկ իմացել են, բերել են, դրա կրկնակին ցորեն են տվել, մենք ոչ մի, դե որ նրանց հետ քեզ էլ կդատենք, այն ժամանակ կիմանաս ինչ է նշանակում պետության թշնամիներին թաքցնելը։ Դատավարությունը եղել է 52 թվականի աշնանը, Դսեղ գյուղում է եղել դատավարությունը, մանրամասն իհարկե ես բանի մեջ կա, տատս է մասնակցել, Սաթենիկ տատս է մասնակցել այդ դատավարությանը, ամեն մեկին 4-ական տարի տվել են, նստել են։ Եվ այնպիսի ժամանակներ, սարսափելի ժամանակներ են եղել։ Նույնիսկ ես նկարագրել եմ իրապատումների մեջ սրա առանձնահատկությունը, գրքի առանձնահատկությունը ես ներկայացնեմ ու անցնենք հաջորդ հարցին։ Բանը մի երևի 130 գիրք հրատարակված լինի, տեղավայրերին նվիրված, բայց շամուտն առանձնանում է իր բովանդակությամբ։ Առաջաբանում մի 10 կետ եմ նշել, որտեղ ես ներկայացնում եմ այն բաները, որոնք
բացակայում այն առանձնահատկությունները, որոնցով առանձնանում է շամուտը մյուս տեղավայրերին նվիրված գրքերից։ Այս օրինակ ասենք 30, 40-ական, 49 թվի աքսորը, 37 թվի ամբողջը այստեղ տրված է ոչ թե թվերով, փաստերով է ներկայացված, այլ տրված է մարդկային փոխհարաբերությունների միջոցով եւ ծանր ժամանակները ներկայացված է մարդկանց կրած տառապանքներով։ Այդ ամենը ես ներկայացրել եմ, որպեսզի այսօրվա ընթերցողը երիտասարդը կարոտախտով չտառապի խորհրդային միության այս ժամանակների հանդեպ։ Դուք կատարել եք մի շարք ուսումնասիրություններ, որոնք պետք է տպագրվեն, հա, արտասահմանյան ամսագրերում, սակայն դժվարանում եք, ինչպես նաև մի շարք գիտնականներ։ Ինչու՞։ Իմ տարիքի եւ նույնիսկ բարձր տարիքի գիտնականների համար այսօր դժվար է ժամանակակից պահանջներին հեշտությամբ համակերպվել ու բավարարել այդ պահանջները։ Ինչու՞։ Որովհետեւ գիտատեխնիկական այս արագընթաց ժամանակներին, այս փոփոխություններին մենք արդեն անզոր ենք։ Մենք առավել եւս հայագիտությունը եւ երբեմն այնպիսի թեմաների կապակցությամբ, որ կարող են հետաքրքրել նաեւ միջազգային համաշխարհային բանագետներին, ազգագրագետներին, բայց չենք կարող մենք ընկնել այդ մարդիկ են պետք որպեսի վերցնեն, օրինակ ասենք ես 500 քանի էջանոց դոկտորականս հայ ժողովրդական երգիծական մանրապատումների եւ զվարճախոսությունների մեջ բանը ունեմ այնպիսի թեմաներ, որոնք իսկապես կհետաքրքրի մենակ հայերին չէ։ Ցեղասպանության արձագանքները անեկդոտներում երգիծապատում զարմանալի։ Ես նույնիսկ ունեմ ցեղասպանության արձագանքները ստապատում սուտասելուկներում։ Օրինակ ասենք հիմա ես թեմա ունեմ ստապատում սուտասելուկների հետ կապված, բանը առաջաբանը գիտական ուսումնասիրությունը 10 կետից 10-11 կետից է բաղկացած։ Ամեն մի կետը համաշխարհային բանագիտության մեջ չուսումնասիրված թեմա է։ Համաշխարհային բանագիտության մեջ չկա, հետաքրքրվել եմ, չուսումնասիրված թեմա է եւ ես չեմ կարող վերջի վերջո վերցնել թարգմանել տամ, փողն էլ ես կտամ, վերցնեն անեն։ Ես այս պահանջը ներկայացրել եմ Ձայն բարբարո հանապատի։ Եթե նույնիսկ Վերժինե Սվազլյանը ցեղասպանագետ գիտեք 94-5 տարեկան է այդ մարդը գիրքը ժողովածուն հրատարակում է հերթական այդ մարդը չունի իջացնեն նրա աշխատավարձն ու կոչումը արդյոք պետք է մտածել տարեց տարիքն առած գիտաշխատողների մասին եւ ընթառաջել եթե չընթառաջեն էլ միևնույնն է ես շարունակելու եմ նույն ձևով ինչի էլ հետաքրքրում որովհետեւ հերթական թեմաները օրինակ ասենք բանի 3-4 թեմաներ հիմա ունեմ, որոնք էլի չուսումնասիրված են, գրեթե ավարտի եմ հասցրել։ Ես շարունակելու եմ, աշխատանքից էլ հանեմ նույնիսկ, ես շարունակելու եմ իմ գործը, որովհետև ես ուզում եմ խղճիս առաջ հանգիստ լինել։ Անում եմ այն, ինչ որ Աստված ցանկանում է եւ ժողովրդին անհրաժեշտ է։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Մենք զրուցում ենք բանագետ, գրականագետ, Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր Արմեն Սարգսյանի հետ։